Արմրու լրատվականի տաղավարում մենք հյուրընկալել ենք Բարձրագույն դատական խորհրդի նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանին, վերջինիս դեմ հարուցված քրեական վարույթով հակակոռուպցիոն դատարանում ուշագրավ իրավիճակ է։ Ամենակարևոր վկան, ըստ էության, որ տևական ժամանակ պաշտպանական կողմը բարձրաձայնում էր, ի վերջո ներկայացավ դատարան։ Խոսքը Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի մասին էր։ Սակայն ամենաուշագրավն այն է, որ դատական նիստը դռնփակ անցկացվեց ու այդպես են հանրությանը մշտապես դրամբաց նիստը փակ անցկացվեց եւ հանրությանը հետաքրքրեց թե ի վերջո դրան յետևում ինչ տեղ ունեցավ եւ մենք այս հարցերի պատասխանը կփորձենք ստանալ պարոն Վարդազանից։ Պարոն Վարդազան, շատ շնորհակալություն, որ չեք մերժել մեր հրավերը եւ պատրաստ եք պատասխանել մեր մի քանի հարցերին։ Ի վերջո կարևոր վկան, որի մասին պաշտպանական կողմը եւ դուք բարձրաձայնում եք, որ պետք է ներկայանա դատարան եւ դուք բազմաթիվ հարցեր ունեք նրան, ի վերջո ՀԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը ներկայացավ դատարան, սակայն մնացած բոլոր նիստերը դրամբաց էին, այս նիստը որոշվեց դրամփակ պետք է լինի։ Ինչ տեղի ունեցավ դրան յետևում։ Բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Ես միշտ մեծ հաճույքով եմ գալիս ձեր տաղավար, քանի որ ձեր հարցերը միշտ շատ կարևոր են եւ հետաքրքիր են։ Զավեշտը սկսվեց միջև դատական նիստը սկսվելը։ Այնպես իրավիճակ ստեղծվեց, որ արդեն դեռ մի 15 րոպե, նիստից մի 15 րոպե առաջ, երբ որ ես ամենայն դեպս գնացի դատարան, պարզ դարձավ, որ ինչ-որ մի բան այն չի այդ դատարանում։ Դատական կարգադրիչների համազգեստը լվացած, հարթուկած, այդ համազգեստային գլխարկները, ֆուրաշկա ասվածները գլխներին դրված, կոկիկ տեսքով։ Մինչ այդ այդպիսի Միշտ այդ նորմալ ստանդարտ իրավիճակ էր, աշխատանքային օրվա վերջ, հոգնած, ջարդված, ամեն մեկ իր դարդով, ամեն մեկ իր հոգսով, ոչ մեկ ուշադրություն չէր դարձնում, բայց շատ աչքի էր ընկնում այդ կոկիկությունը, այդ հարթուկված եւ լվացած շորերը եւ այլն եւ այլն։ Սկսեց նրանից, որ միջանցքից բաց գոտու միջանցքից սկսեցին ժողովրդին հանել, որ այստեղ մի նստեք, այնտեղ նստեք, հեռու գնացեք, այս մասը առանց բացատրելու ինչն է պատճառը, դե ես հասկանում եմ ինչն է պատճառը, նշանակում է արդեն Անդրանիկ Սիմոնյանն է գալու, մեծն Անդրանիկ Սիմոնյանն է գալու, դրա համար պետք է ժողովրդին ու լրագրողներին այդ միջանցքից մի կողմ բրդել, այն կողմ հրել, որպեսզի որևէ մեկին չեմ կարող բացատրել։ Միջանցքը սահմանված է հենց լրագրողների համար, գոնե այդ միջանցքը սահմանված է մեզ համար, եթե մյուս միջանցքերում Ձեր գործընկերն էր ներկա այդ օրը օպերատորի հետ, Արաքսը Մամուլյան, օպերատորի անունը չգիտեմ, համենայն դեպս Արաքսին չթողեցին մտնի դատական նիստերի դալիճ, քանի որ դեռ դրամբաց դատական նիստ պետք է տեղի ունենար եւ իմ պաշտպանական թիմի փաստաբանների հորդորով ի վերջո Արաքսին հաջողվեց մուտք գործել դատական նիստերի դալիճ եւ դատավորին հարց տալ, որ դրամբաց դատական նիստ է, ինչումն է խնդիրը։ Դատավորն ասաց, որ ինքը տեղյակ չի, ինքը իջել է դատական նիստերի դալիճ եւ ինքը տեղյակ չի ինչ է տեղի ունենում։ Տեղակ չէր, թե այդպես ձևացեց։ Այդպես ձևակերպեց, վստահ եմ այդպես ձևակերպեց, հիմա կբացատրեմ ինչու։ Եվ մենք միջև հարցաքննությունը սկսելը մենք դատավորին ներկայացրեցինք ինքնաբացարկի միջնորդություն, այն առումով, որ շատ բաներ էր խախտել, դատավորը ընդ որում միտումնավոր եւ գիտակցելով ինչ է խախտել, համենայն դեպս այդ դռնբաց վարույթի դռնբաց մասին մասնակցեց, այնուհետ պարզվեց, որ դատախազը մեկ օր առաջ, իմանալով, որ գալու է մեծն Անդրանիկ Սիմոնյանը, միջնորդել էր դռնփակ դատական նիստ անել եւ այդ միջնորդությունը արդեն սկսեց քննվել դռնփակ ռեժիմով։ Որևէ կերպ մենք միանշանակ եւ ես եւ իմ պաշտպանական թիմը մենք առարկեցինք, բացատրելով, որ չկա որևէ խնդիր դռնփակ անցկացնելու դատական նիստը, վկայի հարցաքննությունը դռնփակ նիստով իրականացնելու, պարզ, փորձեմ իրավական ձևակերպումներից հիմա զերծ մնալ, ավելի պարզ բացատրել, որպեսզի մեզ դիտողները հասկանան ինչի մասին է խոսքը գնում։ Տեսեք, Անդրանիկ Սիմոնյանը տվել է սկզբից հաղորդում հանցագործության մասին, որը բաց է, այնուհետ տվել է բացատրություն,
այնուհետ որպես վկա է հարցաքննվել, այնուհետ առերես է հարցաքննվել ինձ հետ։ Այդ բոլորը փաստաթղթավորված են։ Դատաքննության ընթացքում դրամբաց դատական նիստով այդ բոլոր իմ նշված ապացույցները, այդ բոլոր փաստաթղթերը հրապարակվել են։ Բաց ռեժիմով հրապարակվել են։ Եվ հարցաքննությունը պետք է տեղի ունենար հենց դրա շուրջ։ Այսինքն իմաստը դրամփակ դատական նիստ անցկացնելու բացի պարոն Սիմոնյանի ամբիցիաները, որ իրան չի կարելի նկարահանել կամ իրան չի կարելի հանրային դարձնել, բացի դրանից ուրիշ որևէ կերպ չէր բացատրվում։ Դուք ունեք բացատրություն, իսկ դուք ունեք ձեր ներքին բացատրություն, ինչու։ Ասեցի, իմ կարծիքով դա ինչ ներքին ամբիցիա էր, որ ես չեմ ուզում, որ ինձ նկարեն, թքած ունենալով արդարադատության շահի վրա, որովհետև դրամբաց շատ կարևոր է, կոնկրետ այս գործով շատ կարևոր է դրամբացությունը, դրամբաց դատական նիստ իրականացնելը, որպեսզի հանրությունը տեսնի ինչ է տեղի ունեցել։ Համենայն դեպս ես մի վայրկյան նույնիսկ չէի կասկածում, որ դատավորը բավարարելու է այդ միջնորդությունը եւ որոշվեց դատական նիստը դրամփակ անցկացնել եւ այդքանը ժամը քանիսին սկսվեց հարցաքննությունը։ 2:30-ից դատական նիստը սկսվեց 2:30, 2:30 նշանակված էր երևի 2:33 րոպե սկսվեց եւ ժամին չեմ նայել, համենայն դեպս երևի մի ժամ հետո 3:30-ի կողմերը երևի թե սկսեց հարցաքննությունը, որովհետեւ այդ ընթացքում մենք հասցրեցինք մի միջնորդություն ներկայացնել ինքնաբացարկի վերաբերյալ, որը շատ արագ մերժվեց։ Վահե Դոլմազյանին ինքնաբացարկի միջնորդություններ։ Այդ օրը երկու ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացվել։ Մեկ ներկայացվել ինքնաբացարկի միջնորդություն կապված դատաքննությունը լրացնելու հիմքով դատաքննությունը վերսկսելու որոշման հետ կապված, որովհետև ես անպայման կուզենամ դրա մասին խոսել, որովհետև դա շատ ավելի լուրջ ու շատ ավելի վտանգավոր երևույթ է մեր իրականության մեջ, քան թե դրամփակ դատական նիստ անցկացնելը, եւ ի վերջո դրամփակ դատական նիստ անցկացնելը այդ երկու հիմքով դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցինք, առաջինը 15 րոպեով մերժեց, երկրորդը 5 րոպեով մերժեց։ Ինչու վերսկսելը ավելի վտանգավոր եք համարում, քան կարևոր վկայի դրամփակ լինելու հանգամանք նիստ անցկացնելու։ Գիտեք, շատ կարևոր հարց է, ես շատ կուզենամ խոսամ, ինքը շատ բազմաշերտ է եւ շատ հատվածներից է բաղկացած, բայց կփորձեմ շատ պարզ լեզվով եւ շատ արագ բացատրել ինչի մասին է խոսքը գնում։ Բայց ստիպված եմ, որպեսզի խոսքս ավելի շրջադատված լինի եւ հասկանալի լինի, պետք է 3 րոպեանոց էքսկուրս անեմ տեսություն։ Տեսեք, դատավարությունները, քրեական դատավարությունը աշխարհում լինում է երկու տեսակի, դա ինկվիզիցիոն դատավարությունն է եւ մրցակցային դատավարությունն է։ Տարբերությունը ասեմ, այդ ինկվիզիցիոն եւ մրցակցային դատավարությունների։ Ասեմ, որ ինկվիզիցիոն դատավարությունները սկսել են դեռ միջնադարից եւ ինչ որ երկրներ կան, որտեղ որ պահպանվել են, հա, ինչ է նշանակում ինկվիզիցիոն դատավարություն։ Դա նշանակում է ակտիվ դատարան, որը որ անպայման ունի մեղադրական ուղղվածություն, պարտադիր մեղադրողի կողքին է կանգնում, դա օրենքով է այդպես, դա իր բնույթն է այդպիսի։ Ապացույցների հավաքագրման դաշտում ունի ակտիվ դեր եւ դատավորը հանդես է գալիս եւ դատավորի դերում եւ դատախազի դերում եւ դա ակտիվ դատավորն է, որը որ միջամտում է process-ին։ Հայաստանը որդեգրել է մրցակցային դատավարության սկզբունքը, այսինքն սահմանադրությամբ է ֆիքսված, մեր սահմանադրությունը ֆիքսում է, որ մեզ մոտ դատավարությունը մրցակցային է, այսինքն դատարանն ունի пассив արբիտրի դեր, կոպիտ ասած, մեղադրական կողմը ներկայացնում է իր դիրքորոշումը, մեղադրական կողմը պարտավոր է ներկայացնել եւ հիմնավորել մեղադրանքը, պաշտպանվող կողմը պարտավորություն չունի իր ամեղությունը հիմնավորել, իր ամեղության վերաբերյալ ապացույց ներկայացնել, քանի որ միայն դատախազն ունի, մեղադրող կողմը ունի մեղավորությունը հիմնավորող ապացույցներ ներկայացնելու։ Դատարանը пассив արբիտրի դերում է, լսում է կողմերին
գնում է հեռանում է խորհրդական սենյակ որոշում կայացնելու, հա, դա մեր չնայած մեր քրեական դատավարության օրենսգիրքը թույլ է տալիս վերադառնալ դատաքննությունը լրացնելու հիմքով դատաքննության վերադառնալ, բայց դա տեխնիկական սխալները շտկելու համար է, այլ ոչ թե ինկվիզիցիոն դատարան դառնալու համար։ Տեսեք, ինչ արեց Վահե Դոլմազյանը։ Տեսեք ինչ տեղի ունեցավ։ Նորից խնդրում եմ հիմք ընդունել, որ մրցակցային դատավարություն է մեզ մոտ։ Ես որպես իրավաբան եւ խորհրդակցելով իմ պաշտպանական թիմի հետ մենք որդեգրեցինք շատ պարզ եւ հստակ քաղաքականություն, մարտավարություն, հա, եւ մարտավարություն եւ ռազմավարություն ամբողջ process-ի ընթացքում։ Ես ցուցմունք չեմ տվել նախաքննության ընթացքում, ես ցուցմունք չեմ տվել դատաքննության ընթացքում, ես ցուցմունք տվել եմ, բայց այն հարցերը, որոնք որ ինձ պետք չէր, ես այդ հարցերին չեմ պատասխանել, ելնելով նրանից, որ դա կարող է օգտագործվի իմ դեմ, եւ մեր մարտավարությունը հետեւյալն էր։ Եվ վերջում պաշտպանական ճառերի ժամանակ մենք ցույց տվեցինք process-ի այդ խղճուկ process-ի էությունը եւ նախաքննության եւ դատաքննության թերությունները ամբողջությամբ։ Նախաքննության թերություններից էր ապացույց չունենալը, որ այն ձայնագրությունը, որը որ ներկայացրել է Անդրանիկ Սիմոնյանը, որ զրո ապացույց կա, որ այդ առաջինը, որ դա Անդրանիկ Սիմոնյանի ձայնն է, երկրորդը, որ դա Ռուբեն Վարդազարյանի ձայնն է, երրորդը, որ այդ ձայնագրությունը մոնտաժված չէ, չորրորդը, որ դա այդ ձայնագրությունը չի ստեղծվել արհեստական բանականության միջոցով։ Դրա վերաբերյալ որևէ ապացույց չկար գործի նյութերում։ Բացի Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքից։ Դա մեկ, եւ երկրորդը շատ կարևոր հանգամանք, որ դատաքննության, ոչ դատաքննության ընթացքում առնվազն 4 դատական նիստի չի ներկայացել Անդրանիկ Սիմոնյանը, եւ դատարանը որոշում էր կայացրել Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքները ամբողջ նյութերը, որոնք որ վերաբերում են Անդրանիկ Սիմոնյանին, դրանք հրապարակել։ Օրենքի խախտումով, պրոբլեմներով եւ այլն դա տեղի ունեցավ։ Մենք մեր ճառերի ընթացքում ներկայացրեցինք ամբողջ պալիտրան այն պրոբլեմների, որ կար թե նախաքննության ընթացքում, թե դատաքննության ընթացքում, եւ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։ Շատ պարզ էր, շատ ենթադրելի էր եւ դա մենք ուղղակի կասկած չունեինք, որ արդարացման դատական ակտ է լինելու, որովհետեւ բազմաթիվ նախադեպեր կան եվրոպական դատարանի եւ մեր վճռաբեկ դատարանի, որ ըստ էության մի վկա, մի ցուցմունք, որը չի ներկայացել դատարան, խախտվել է իմ հակընդդեմ հարցման իրավունքը, այսինքն այդ կոնֆրոնտացիա իրավունքն է խախտվել եւ նախադեպերով այդ ցուցմունքը պետքա դուրս գա ապացույցների, դա չի կարող դիտվել ապացույց։ Ես գնացի դատական նիստի վստահ լինելով, որ արդարացման դատական ակտ է լինելու, որովհետեւ այն պոստուլատներն են, այն աքսիոմատիկ ճշմարտություններն են, որից հնարավոր չէր խուսափել։ Պարզվեց դատավորն էլ է հասկացել, որ դրանք այդ իմ ասած խնդիրները, դրանք ամբողջությամբ խնդրահարույց են, պրոբլեմատիկ են եւ անխուսափելի է արդարացման, բացի արդարացման դատական ակտից այլ դատական ակտ կայացնելը անխուսափելի էր։ Իմ մտքով ուղղակի իմ միգուցե ձևակերպումս մի քիչ այլ կերպ հնչի, բայց իմ փչացածության աստիճանը այդքան չէր, որ ես պատկերացնեի, որ դատավորը կարող է գնա խորհրդակցական սենյակ, հասկանա, որ ինքը ստիպված է լինելու արդարացման դատական ակտ կայացնել, իսկ ինչ անել, որպեսզի շտկել են թերությունները, արի վերադառնամ եւ փորձեմ այն ինչ որ պաշտպանական կողմը այդ պրոբլեմները, սխալները գտել է եւ իցույց է դրել եւ դատարանի արչեւ եւ հանրության արչեւ ամբողջ process-ը դրմբաց է տեղի ունեցել, եկեք ես հիմա փորձեմ այն պրոբլեմները, որոնք որ նախաքննության ընթացքում թույլ է տվել քննիչը դատախազը եւ դատաքննության ընթացքում իր կողմից թույլ տված սխալները վերադառնալով process-ին, նորից վերադառնալով դատաքննությանը, փորձեմ այդ սխալները շտկել։ Այսինքն պարզ մեխանիզմ աշխատեց։ Ինկվիզիցիոն դատարան դարձավ, այսինքն դատարանը հասկացավ, որ
արդարացնելու ցանկություն չունի, իրավունք չունի, պատվերն է, որ մեղադրական դատական ակտ լինի, հա դա պալիտրան ամբողջությամբ էական չի ինչ բառ կօգտագործեմ։ Հետևաբար պետքա գնալ, պետքա համոզել Անդրանիկ Սիմոնյանին, որ Անդրանիկ Սիմոնյանը անպայման գա, անպայման ցուցմունք տա, անպայման մեղադրական ուղղվածությամբ ցուցմունք տա, որպեսզի հնարավոր լինի մեղադրական դատական ակտ հրապարակել։ Ինչը եւ տեղի ունեցավ։ Այդ ընթացքում այլ ապացույցներ դատարանը ինքնուրույն որոշել, որ ինքը պետքա ձեռք բերի, ես նորից եմ ասում, մենք մրցակցային ենք։ Դատարանը ապացույց ձեռք բերելու անհրաժեշտություն կամ իրավունք չունի։ Դատարանը պետքա լսի մեղադրողին, դատարանը պետքա լսի պաշտպանին, գնա խորհրդակցական սենյակ ու ասի սրանցից ով էր ճիշտ։ Քանի որ դուք հարցը բարձրացրեցիք, իրավունք չունի, այդ իրավունք չունենալու մասով գործողություններ լինելու են ձեր կողմից։ Միանշանակ արդեն եղել են, արդեն լինելու են, դա լինելու է բողոքի տեսքով, միգուցե կարգապահական վարույթի տեսքով, միգուցե հետագայում քրեական գործի տեսքով, չգիտեմ, ամբողջ գործիքակազմը, որը որ հնարավորություն կտա օրենքի շրջանակներում, դա ես օգտագործել եմ։ Այս բանը չեմ ուզում ասեմ կոնկրետ որ գործողություն եմ անելու, քանի որ փաստաբանների հետ խորհրդակցելու արդյունքում եւ այնպիսի մարտավարություն կընտրենք, որը որ չվնասի գործին եւ փորձենք ցույց տալ ինչ է տեղի ունեցել։ Հարգելի քնար, շատ կարևոր է, դա մենակ ինչի վերաբերվում, այդ դատաքննությանը վերադառնալը լրացնելու հիմքով լրացուցիչ ապացույցներ մեղադրական կողմի համար ձեռք բերելու համար այնպիսի ապացույցներ հետազոտել են ապացույցները, որոնք հետազոտված չեն եղել եւ այլն, դա հակասահմանադրական է, դա այն սահմանադրական սկզբունքն է խախտում մրցակցային դատավարության եւ ամբողջ դատական իշխանության տրամաբանության հիմքում այդ հիմքերն են խալխլվում։ Արդարադատությունը կարող է այսպես 1-2 դեպքով կարող է արդարադատությունը ուղղակի փլուզվել։ Յուրաքանչյուր քաղաքացի կարող է հայտնվել հենց ձեր իրավիճակում։ Միանշանակ։ Պետք է այս գործընթացը ըստ էության ձեր գործողությունները միտված են կանգ առնեն։ Անպայման պետք է անել ամեն ինչ, որ նման բան այլևս երբեք Հայաստանում չկրկնվի։ Ուզում եք ինկվիզիցիոն դատարան, օրենքը փոխեք, սահմանադրությունը փոխեք, ասեք որ չէ, մենք ուզում ենք որ process-ում ունենանք 2 դատախազ։ Մի հատ ունենք դատախազության աշխատող դատախազ մեղադրող, մի հատ էլ ունենանք դատավոր, որը որ մեղադրողի ֆունկցիա կատարի, դատախազի ֆունկցիա կատարի։ Ուզում եք տենց օրենքը փոխեք, դարձեք ինկվիզիցիոն դատարանի սկզբունքը որդեգրեք, նոր շարունակեք այս ձևով, այս տեմպով աշխատել։ Գիտեք, ինձ մոտ տպավորություն էր ամբողջ process-ի ժամանակ եղել է, բայց այս վերջի դատական նիստի ժամանակ ինձ մոտ տպավորություն ստեղծեց, որ գործում կա 2 դատախազ։ Մեկը նստած է դատախազի տեղում, մյուսը նստած է դատական նախկին դատախազ։ Անդրանիկ Սիմոնյանին դեռ կանրադառնանք։ Մեկը նստած է պետական մեղադրողի նստարանին, որը որ նախատեսված է դատախազի համար, մյուսը նստած է դատական նիստը նախագահող դատավորի տեղում։ Էլի նախկին դատախազ է, պարոն Վարդազյան։ Այսինքն հոգով մնացել է դատախազը։ Եվ մենք փաստորեն մեր թիմը պայքարում էր 2 դատախազի դեմ, չկար այն անաչառ ու անկախ արբիտր դատավորը, որին կարելի ասել դիմել ասել, որ այդ տեսեք ինչ է տեղի ունենում, այսա կարելի է, սա չի կարելի, սա թույլատրելի է, սա ցանկալի է, իսա արգելված է։ Եթե մարդը դատախազի ֆունկցիա, մեղադրողի ֆունկցիա է վերցրել իր վրա, ում դիմես, ասես պաշտպանիր մեզ։ Հետևաբար այսպես լրատվամիջոցների միջոցով, հա ձեր միջոցով, ձեր տաղավարում հանրային խոսք ասելու միջոցով եմ ստիպված պաշտպանվում։ Մինչև կգա մի նոր իշխանություն, որը որ կորդեգրի իրական արդարադատության այդ կոնցեպտը կորդեգրի եւ այս ամենը ինչ որ մի օր պետք է կանգ առնի։ Վարդազան մի փոքր դրամփակ նիստերի հետևում ինչ տեղի ունեցավ։ Կար բանավեճ, չկար բանավեճ։ Դրամփակ նիստերի հետևում տեղի ունեցավ հետևյալը։ Պարզվեց Անդրանիկ Սիմոնյանը հիշողության կորուստ ունի։ Այն բոլոր հարցերը, որոնք որ մեզ հետաքրքրում էր, հիմնավորում էր, որ երկար ժամանակ է անց ինքը չի հիշում, բայց ինքը շատ հստակ հիշում էր, որ իր տեսակետից, որ ես միջամտել եմ արդարադատությանը։
ամբողջ process-ը դրա մասին էր։ Ինքը ցուցմունք է տվել, ասել է, որ ինքը իր հեռախոսի մեջ ներբեռնված է եղել ինչ-որ մի ծրագիր, որը որ ավտոմատ ձայնագրել է բոլոր այդ հեռախոսային խոսակցությունները, այդ որ ինքը միտումնավոր չի ձայնագրել Ռուբեն Վարդազարյանին, իբրև թե Ռուբեն Վարդազարյանին, եւ որից հետո այդ ձայնագրությունը ներկայացրել է նախաքննական մարմնին։ Ինչ ծրագիր է եղել, պարզվեց ինքը չի հիշում, այն հեռախոսը, որով որ ձայնագրել է այդ հեռախոսը չի պահպանվել, որտեղ ինքը չի հիշում, այդ հեռախոսը դենան էտել, նվիրել է, վաճառել է, ինքը չի հիշում, ոնց է իր հեռախոսի մեջից այդ ձայնագրությունը տեղափոխել ինչ-որ այլ կրիչի վրա, ինքը դա էլ չի հիշում, ինքը դրա մասնագետը չի, բայց ոչ մի նման հարցի ինքը չպատասխանեց, բայց ինքը շատ լավ հիշում է, որ ես իբրև թե միջամտել եմ արդարադատության իրականացնելու։ Ամբողջությամբ ավարտվեց հենց այդ օրը հարցաքննությունը, պարոն։ Ամբողջությամբ ավարտվեց, ցավոք սրտի ստիպված եմ ասել ավարտվեց, բայց դա էլ մի ուրիշ հետարքիր դրվագել տեղի ունեցավ դրա հետ կապված։ Տեսեք, ես դատական նիստերի սկզբին ասացի, որ հարցազրույցի սկզբում ասացի, որ դատական նիստը սկսել է 14:33։ Դարձավ ժամը 18:10, հարցաքննությունը դեռ շարունակվում էր։ Ես խնդրեցի, ասի աշխատանքային ժամը ավարտվել է եւ ես ունեմ ողնաշարից հետ կապված տրավմա ունեմ 2016 թվականին ստացած եւ ինձ շատ դժվար է երկար ժամանակ նստած մնալ, որ արդեն ողնաշարում ունեմ լարվածություն եւ ցավում է ողնաշարը, ես խնդրեցի, ասի եկեք դադարեցնենք, աշխատանքային ժամն ավարտվել է, արդեն շարունակել է, արդեն օրենքով պետք է լինի։ Եվ շարունակենք մյուս դատական նիստին, 1, 2, 3, 4, 5 անգամ երևի միշտ ասում եմ հարգելի նախագահող դատավոր, աշխատանքային ժամն ավարտվել է, դրան գումարած ունեմ ցավեր ողնաշարում, ինձ պետք է դիրքս փոխել, միգուցե պարկել, միգուցե ինչ-որ վարժություն անել, որ այդ լարվածությունը ողնաշարում ամեն ինչ արվեց, որպեսզի այդ օրը ավարտվի եւ չհետաձգվի։ Նիստը տևեց մինչեւ 7-ին 20 պակաս, ինձ ասեց դատարանը առաջարկեց, որ ես տամ իմ հարցերը, ես իմ հարցերը չեմ տվել, իմ հարցերը հրաժարվել եմ տալը աշխատանքային ժամից հետո, դատարանը առաջարկեց այնուամենայնիվ այդ հարցերը տալ, հարցերը չեմ տվել, հրաժարվել եմ հարց տալուց, քանի որ դատարանը միտումնավոր անում էր ամեն ինչ, որպեսզի այդ օրը ավարտվի։ Ես հարց տվեցի, որ Անդրանիկ Սիմոնյանի համար այսպիսի արտոնյալ պայմաններ ստեղծելու իմաստն ու նպատակարարություն չեմ տեսնում։ Ես հասկանում եմ, որ գեներալ ուսադիրներ ունի, բայց ոչինչ, ուսադիրները չէին ընկնի, եթե ինքը մեկ անգամ է գար, որպեսզի ես կարողանայի իմ հարցերը տալ։ Ես բազմաթիվ հարցեր ունեմ, շատ հարցեր ունեմ Անդրանիկ Սիմոնյանին, բայց ցավոք սրտի դատարանը որոշեց, որ ոչ աշխատանքային ժամի ավարտը նշանակություն ունի, ոչ իմ վատ առողջ լինելը նշանակություն ունի, խնդրում եմ վատ առողջ լինելը ինձ հիվանդների շարքին չդասել։ Ունեմ ողնաշարում պրոբլեմ, ինձ ժամանակ առ ժամանակ պետք է վեր կանալ 1-2 րոպե ինչ-որ մի վարժություն անել կամ 2 րոպե պարկել, թինք տալ, հա, որպեսզի ողնաշարը գա այն ինչ-որ մի դիրքի, որտեղ լարվածությունը թողնի, եւ ես առողջ մարդ եմ։ Ուզում եմ ասեմ, որ ես ասում եմ ողնաշարը սա, դա չի նշանակում ես հիվանդ եմ։ Ինձ ուղղակի պետք է ինչ-որ միջավայրի փոփոխություն շատ կարճ ժամանակ, որտեղ որ ես կարող եմ նորից վերականգնվել եւ գալ շարունակել։ Բայց արի ու տես, որ դատարանը որոշեց, որ հազիվ ենք գտել Անդրանիկ Սիմոնյանին, այսօր ավարտենք, վերջացնենք։ Կամ եթե երկրորդ անգամ գա, կարող է գեներալի ուսադիրները ընկնի Անդրանիկ Սիմոնյանի վրայից, դրա համար չի կարելի նրան երկրորդ անգամ կանչել եւ վկայի հարցաքննությունը համարվեց ավարտված։ Պարոն Վարդազարյան, ինչ է սպասվում։ Ես չտվեցի իմ հարցերը կոպիտ ասած։ Ես հիմա ֆիքսել եմ եւ կֆիքսեմ եւ դա եւ վերաքննիչ դատարանի համար է կարեւոր եւ Վճռաբեկի համար է կարեւոր եւ ամենակարևորը եվրոպական դատարանի համար է կարեւոր։ Ամբաստանյանն ունի հարցեր վկային, որը չի ուզում տա հիվանդ մեջկով եւ աշխատանքային ժամի ավարտից հետո։ Թե ինչ է բացատրելու նախագահող դատավորը, ինչու
չընդմիջեց կամ չհետաձգեց դատականիստը։ Ես չեմ գտնում բացատրություն։ Պարզ է ինչ մի բան կասի ինչի է այդպես արել, բայց ողջամտության սահմաններում դա չի տեղավորվելու միանշանակ, որտեղ իմ ասածը դա այն աքսիոմատիկ, այն առաջի կուրսի ուսանողի տրվող հարց է։ Եթե մնացել են հարցեր վկային, այդ հարցերը պետք է տրվեն, եթե աշխատանքային ժամն ավարտվել է, դատականիստը պետք է ավարտվի։ Պարոն Վարդազյան, ինչ է սպասում։ Վկան եկավ, գնաց, դրամփակ նիստել, հիմա հաջորդ գործողությունը։ Հաջորդ գործողությունը հետևյալն է։ Տեսեք, ես իմ մարտավարությունը ամենասկզբից նկարագրեցի, ինչ մարտավարություն է ընտրել։ Ցուցմունք չտալ, թերությունները նախաքննության ու դատաքննության ի հայտ դնել կամ ի ցույց դնել պաշտպանական ճառերի միջոցով եւ թող դատարանը գնա որոշի։ Հիմա դատարանը պարզվեց, որ դատարանը դատախազի ֆունկցիա է կատարում, որոշում է պրոբլեմները նորից շտկելու նպատակով վերադառնալ, հիմա իմ մարտավարությունն էլ ամենայն հավանականությամբ կփոխվի։ Ես ասացի, որ ցուցմունք չեմ տվել, հիմա ես ստիպված եմ լինելու ցուցմունք տալ, որպեսզի կարողանամ այս ամենը նորից եւս մեկ անգամ արդեն դատականիստի արձանագրության համար այս ամենը բարձրաձայնեմ։ Վկաներ եմ կանչելու, որովհետեւ երբ որ Անդրանիկ Սիմոնյանը չի գալիս դատարան եւ ցուցմունք չի տալիս, օրինակ եմ ասում, ես չգիտեմ, միգուցե սա իմ կարծիքն է, դեռ թիմի հետ չեմ քննարկել։ Միգուցե Ջանգիրյանի կարիքը չկար դատական նիստերի դահլիճում, որպես վկա հարցաքննելու, քանի որ Անդրանիկ Սիմոնյանը չէր եկել դա։ Հիմա քանի որ եկավ արդեն, միգուցե մենք միջնորդելու ենք, որպեսզի Գագիկ Ջանգիրյանը գա դատական նիստին հանդես գա որպես վկա եւ պարզ հարցին պատասխանի։ Միջև Անդրանիկ Սիմոնյանի կողմից հաղորդում հանցագործության մասին ներկայացնելը, դրանից 1 կամ 2 ամիս առաջ այդ որ գործի մասին էր խոսում Գագիկ Ջանգիրյանը, երբ որ ասում էր, եթե դու հրաժարական չտաս, Ալավերդի Վահագի գործը ընթացք կստանա։ Միգուցե գլխավոր դատախազը գա, որը որ դրանից օրեր նորից միջև Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունք տալը եւ հաղորդում հանցագործության մասին ներկայացնելը ինձ ասում էր, որ հրաժարական տուր թե չէ ընթացք կա ինչ որ Արտուր Դավթյանի մասին է խոսքը գնում։ Միգուցե այն պատգամավորները կան վկա, որոնք որ անունները հիմա չեմ հիշում, ցավոք սրտի կամ բարեբախտաբար չեմ հիշում, որոնք որ ազգային ժողովում 3 ամիս առաջ միջև հաղորդում հանցագործության ներկայացնելը մեղադրական եզրակացության բառերով, եզրույթներով ինձ այս գործի մասին հարցեր էին տալիս։ Այդ որտեղից է տեղեկությունը, եթե Ազգային ժողովի նիստերի դահլիճում, այ որտեղից իրանք իմացան, որ նման գործ է հարուցվելու։ Միգուցե իրանք ասեն, ով է որոշել, ով է պատվիրել, ոնց են որոշել, որ գործ պետք է հարուցվի, որովհետև հենց այնպես չի, չէ՞ լինում, որ ազգային ժողովի պատգամավորները ազգային ժողովի նիստի ընթացքում ինձ հարց են տալիս այս գործի վերաբերյալ, բայց դեռ այս գործը հարուցված չի։ Մեր մարտավարությունը լինելու է այդ։ Այսինքն կարելի է ենթադրել, պարոն Վարդազյան, լայնածավալ նոր քննություն է սկսվում դատարանում։ Ըստ էության վկան եկել է, վկայից հետո բազմաթիվ հարցեր կան, որ պետք նրանց ում չեն հրավիրել, պետք է գան եւ բացատրություն։ Բազմաթիվ հարցեր կան եւ վկային, որը ցավոք սրտի ավարտվեց վկայի հարցակրը։ Մենք հիմա կխնդրենք, որ եւս մեկ անգամ կանչել, որովհետեւ ես առնվազն 12 հարց ունեմ վկային, որոնք որ պետք է տրվեն, որոնց զրկել է ինձ դատարանը։ Նման միջնորդությամբ հանդես են գալու։ Միանշանակ հանդես են գալու, միանշանակ։ Այդ արդեն չեմ էլ ուզում խորհրդակցեմ պաշտպանական թիմի հետ, որովհետեւ դա այդ միջնորդությունը ես եմ ներկայացնելու, որովհետեւ իմ հարցերը մնացել են։ Ես ցուցմունք եմ տալու, մենք կողմը միջնորդելու ենք, որպեսզի վկաներ գան դատական նիստի ընթացքում ցուցմունք տան, թե այն հարցերի վերաբերյալ, որոնք որ դա մի փոքր հատվածներ, որը որ ես ասեցի, այ որտեղից են իմացել, ոնց են վերցրել, ով է որոշել, ոնց են պայմանավորվել, ով է իրանց ասել, որ նման, որովհետև ենթադրում եմ, որ ազգային ժողովի պատգամավորը երազ չի տեսել, որ կարող է առավոտը զարթնելով ասել է կարող է Վարդազարյանը միջամտելա որևէ դատավորի։ Ես էին ստացել, պարոն Վարդազյան, որ դες պետք է նման հարցադրում անեին։ Դե թողան ասեն, որ չեն ստացել, թող այդ դեպքում բացատրեն որտեղից են վերցրել այդ ֆրազաները, այդ բառակապակցությունները, որտեղ մեղադրական
Իսկ падգամավորը հարց է տալի. Եթե հետագայում պարզվի, որ դուք միջամտել եք արդարադատությանը եւ Հիշում եք դատավորի պատգամավորին։ Չէ, չեմ հիշում, բայց ձայնագրություն ունեմ։ Մի երևելի падգամավոր չէր, որ անունը հիշեմ։ Օդիոզ դեմքերից չէր, էլի, ինչ որ շարքային падգամավոր էր։ Ու մեղադրական եզրակացության բառերն դարձվածներն է օգտագործում։ Իսկ եթե պարզվի, որ դուք միջամտական արդարադատության իրականացնելուց եւ հորդորելու եւ խնդրանքի միջոցով պարտադրել եք հասկանում եք այն падգամավորը, որ իր անուն ազգանունը գրելուց երկու հատ տառասխալ է անում, միանգամից այնպիսի դարձվածներ է օգտագործում իրավաբանական ակնհայտ է, որ սա գրված իր արժեվ դե ով է տվել այդ տեքստը, ոնց է ինքը դա արտաբերել, որտեղից է իմացել, ով է այդ տեքստը տվել, ինչ նպատակով։ Այսինքն չենք բացառում, որ անգամ падգամավորների եք հրավիրելու, քանի որ ունեք ձայնագրություն, հստակ տրված падգամավորներ, որոնք ձեզ հարցեր են ուղղել, անգամ քրեական վարույթը չնախաձեռված լինելու դեպքում դուք անգամ չեք իմացել, որ կարող էր նման վարույթ նախաձեռնված լիներ, ու արդյունքում անձիկ ձեզ հարցեր են տալի։ ԿՊԱ-կան падգամավորների դատարան հրավիրելու անհրաժեշտություն։ Ես չգիտեմ ինչի մասին է խոսքը գնում։ Ես որ դուք եթե այդ ձայնագրությունը, այդ ձայնագրություն չի, տեսագրությունը, այդ տեսագրությունն է, ես հարցը լսում եմ, ես զարմացած եւ շշմած ասում եմ, ինչ հայացում ես մարդ, ինչի մասին է խոսքը գնում։ Անցավ 2 ամիս հասկացա ինչի մասին է խոսքը գնում։ Պարոն Վարդազյան, հաջորդ դատական նիստը երբ է լինելու։ 8 մայիս։ Կհետևենք իրադարձությունների